քանի որ վերջացրեցինք հայտնության գիրքն էլ, թվում էր թե էլ անելիք չկա, նորից չենք հասցնի, այդ հանք սկսենք գանք, հաստատ չենք հասցնի, իմ մեջ Աստված դրեց, որ ներկայացնեմ են բանալի համարները, բանալի ասած, այն տեղերը, որոնք հռչակում են մեր պատրաստվելու կերպերը, մեր պատրաստվելու տեղերը, վերջի օրերի համար, ինչպես պատրաստվենք, վերջի օրերի համար, ինչի վրա ուշադրություն դարձնենք, ուրիշ բանա տարվա սկիզբը, ուրիշ բանա տարվա վերջը, ուրիշ բանա մի գործի սկիզբը, ուրիշ բանա այդ գործի վերջը, ուրիշ բանա երեխան որ ծնվել է, գրքի երեխա է, ուրիշ բանա այս երեխան արդեն պետք է ամուսնանա, տարբերություն կա, ծրագիրների, գործերի, ամեն ինչի մեջ տարբերություն կա, հիմա եկեղեցու ծնունդը ուրիշ վիճակ էր և ծնունդի ժամանակ հարգի էին ինչ բաները, եկեղեցին, որ արդեն պետք է իր Քրիստոս Փեսային հանդիպի, սա ուրիշ վիճակ արդեն, սրա համար հարգի են ուրիշ բաներ, երեխու համար մատանի զակաց չես տա, բայց այն հարսը, որ արդեն պետք է Փեսայի կողքին կանգնի, մատաներ զակաց գտաս, լեսի միջքան ծախսեր էլ կանես, Քրիստոսի հարս եկեղեցին շուտով պետք է կանգնի Քրիստոսի կողքին, և մենք ինչ պատրաստություն պետք է տեսնենք, ինչ անենք, և առաջին Աստվածի ուշադրությունը սևեռեց բանի վրա, Կողոսացիների 3-րդ գլխի այդ համարների վրա, որ քանի որ դուք հարություն եք արել, ուրեմն վերինները փնտրեք, որ Աստված կնստի, վերինները, և դրա համար փնտրելու մասին խոսեցի, բայց մինչև այդ այն մարդկանց օրինակը բերեցինք, որ ինչպես են նրանք ապրել և Աստծուն հաճելի եղել, Աստծո դուր է եկել, որ Աստված գրել է այդ մարդկանց մասին, մանավանդ Ենովքի և Նոյի մասին, որ գրված է, Աստծո հետ քայլեցին, կարծում եմ բոլոր Աստծուն հավատացողներին հետաքրքիր է, ինչպես նրանք Աստծո հետ քայլեցին, իմ համար Աստված այդ խոսքերը կասի, թե չի ասի, բնականորեն ճիշտ է, որ մենք մտածենք այդ մասին, այն ինչ որ ասվեց Ենովքի համար, այն ինչ որ ասվեց Նոյի համար, իմ համար այդ խոսքերը կասվի, թե չէ, եթե չի ասվի, ես ինչպես հանգստանամ, ես ամենամեծ զոհողությունները անեմ, միայն թե մի օր լսեմ Աստված այդ բառերը իմ համար ասի, ես իմ համար որ ասում եմ, կարծում եմ ճիշտ է բոլորիս համար, ամեն ասում եք սրա, բացի այդ, եկանք Մովսեսի կյանքին, Աբրահամին էլ հիշեցին, մեզ դեռ հիշեցին, Աբրահամին էլ հիշեցին, որ իր որդուն որ տանում էր զոհելու, Եբրայեցիների թղթում է գրված, որ Աբրահամը հավատում էր, որ Աստված հարություն պիտի տա, այսինքն Աբրահամի մեջ երկնային մտքեր էր պտտում, ոչ թե երկրային ոչ մի մարդ հարության մասին չի մտածի, բայց Աբրահամը հավատում էր, որ Աստված հարություն պիտի տա, դրա համար էլ իր տղային հանեց զոհասեղան, և Աստված էլ չմերձրեց նոր հարություն տվեց, մի անգամից հենց հարությունով տվեց, բայց հատկապես կանգ առանք Մովսեսի վրա, և ես ներկայացրեցի կարևոր մասը, որ իմ սրտին կպած է, որ երբ որ Մովսեսը հրաշքը տեսավ, այդ վառվող ծառը տեսավ, ինքը չթողեց գնաց, այլ մոտեցավ, հետաքրքրվեց և գրված է, Աստված հենց տեսավ Մովսեսը մոտեցավ, Աստված խոսեց, հիմա բոլորի կյանքում էլ Աստված ինչ որ մի բան անում է, Աստված իրան առանց վկայության չթողեց գրված է, մի բան անում է, ես շատ անհավատներից էլ լսել եմ, ինձ հրաշքներ են պատմում, ես զարմանում եմ, և ոմանց կարեցել եմ ասեմ, այդքանից հետո դու մնացել ես անհավատ, ցավոք, դրա համար Աստված իրանց հետ չի խոսել, թեկուզ հրաշք եղել այդ մարդու կյանքում, պատմում է էլ հրաշքը, բայց Աստված իր հետ չի խոսել, ինչի համար, որովհետև մի հատ չի հետաքրքրվել, այսինքն Աստված շատ տեղեր ասում է մտիկ արեք, այսինքն մի հատ ուշադրություն դարձրեք, Աստված խոսում է նրանց հետ, ովքեր ուշադրություն է դարձնում, ովքեր իրաց հականջը տալիս են Աստծուն, ովքեր խոնարհում են, Տեր Աստված, ավելի եմ ուզում ճանաչել, դե հաջորդը Աստծուն փնտրելը, որ ասում է վերինները փնտրեք, վերինների ամենավերինը Աստված է, վերինները փնտրեկի ամենաառաջինը կլինի Աստծուն փնտրեք, և Աստծուն փնտրեք, այդ մտքի վրա անցած անգամ բավականին խոսեցինք, որ Աստծուն փնտրելը
ինչքան կարևոր է, մանավանդ ուզում եմ հիշեցնեմ, եսի վերջի համար մեկ հիշեցնեմ, արդեն կանցնեմ այսօրվա նյութին, Գործք Առաքելոց 17:26-ում, որ Աստված մեզ ժամանակ տվեց իրեն փնտրելու եւ թեկուզ խարխափելով իրեն գտնելու։ Ժողովուրդ, այս որ ապրում ենք երկրի վրա, բերեք չափը ասեմ 90։ Բոլորս 90։ Այդ 90 տարին մի նպատակով է տվել Աստված, որ իրեն փնտրենք եւ գտնենք։ Ուրիշ ինչ ուզում ես արա։ Եթե Աստծուն չես գտել, քո բոլոր արածները զրո են։ Քո բոլոր արածները ոչինչ չարժեն ընդեղ քո, ասենք, հետագայի, քո հավիտենական կյանքի համար։ Միակ արժեքը էսա, Աստծուն փնտրեցիր, գտար թե չէ։ Հիսուսը քեզ կասի գնա, քեզ չեմ ճանաչում, թե կասի արի իմ հոր օրհնած։ Այս երկու արտահայտություններից որն ենք ուզում լսենք։ Եթե ուզում ենք լսենք արի իմ հոր օրհնած, ուրեմն հիմիկվանից մենք տնեցանենք, որ Հիսուսը այդպես ճանաչի, արի, բայց ոչ թե ասի քեզ չեմ ճանաչում։ Գրված է այդ արտահայտություն, թե չէ։ Ես չեմ ուզում ասել, որևէ մեկին այդ խոսքը ասվի, այլ մենք ընդունվենք Աստծու կողմից։ Իսկ դրա համար ինչա պետք, որ մենք Աստծուն փնտրենք եւ գտնենք։ Իսկ այսօրվա նյութը, որը ուզում եմ ներկայացնեմ, Հակոբոսի թղթի 4-րդ գլխի 8 համարն եմ ուզում ներկայացնեմ։ Աստծուն մոտեցեք ու նա ձեզի պիտի մոտենա։ Այս առաջի մասը, այդ համարի առաջի մասը։ Աստծուն մոտեցեք ու նա ձեզի պիտի մոտենա։ Դե շարունակություն էլ կա, հասկանալի, բայց ուզում սրա վրա։ Ժողովուրդ, բոլորս էլ ուզում ենք, որ Աստված մեզ մոտենա։ Անցած անգամ էլ այդ մասին, չէ, անցած անգամ սկզբի մասի հետ, որ ասում ենք Աստված քո հետ։ Ինչքան մարդու ենք ասում Աստված քո հետ։ Մենք էլ ենք ուզում Աստված լինի մեր հետ։ Հիմա, որպեսզի Աստված լինի իմ հետ, առաջինը ես պիտի լինեմ նրա հետ։ Որպեսզի Աստված մոտենա ինձ, առաջինն ասում է, դու Աստծուն մոտեցիր եւ Աստված կմոտենա քեզ։ Աստված ցենց է դրել, որ առաջի քայլը մեզնից լինի։ Չնայած էլի առաջի քայլը իրանից է։ Ինքն է ինչ որ մի բան անում, մի վկայություն, ինքն է մեր կյանքի մեջ ինչ որ մի բան բերում, որ մենք սթափվենք, որ մենք հասկանանք Աստծո հետ գործ ունենք։ Բայց ցանկությունը դի մեր կողմից լինի։ Եթե մեր կողմից այդ ցանկությունը չեղավ, Աստված զորով ոչինչ չի անի մեր կյանքում։ Աստծուն մոտեցեք եւ նա ձեզի կմոտենա։ Հիմա այս Աստծուն մոտեցեք, այս արտահայտությունն ասեմ, այս միտքը ուզում եմ մի քիչ ավելի խորացնենք, ավելի բացատրենք, ավելի վերլուծենք եւ տեսնենք Աստծո խոսքի մեջ սրա մասին ինչեր կան գրած։ Օրինակ, առաջ Պետրոս 2-րդ գլխի 4-5 համարներում, որ ասում է այն կենդանի վեմին մոտեցեք, Հիսուս Քրիստոսին։ Վեմ, այսինքն այն հիմքը, այն հաստատությունը, որը կենդանի է։ Դուք մեռած բանի չեք մոտենում, մենք մեռած խաչքարի չենք մոտենում, մենք մեռած կուրքի չենք մոտենում, մենք կենդանի անձնավորության ենք մոտենում, որն էլ ամեն ինչի հիմքն է։ Բայց սա ամբողջը չի։ Ես ուզում եմ հիշեցնեմ, ես գրել եմ նաև Գործք 7:31-ը, որ երբ Մովսեսը մոտեցավ զննելու, Աստված խոսեց։ Դե ես մի քիչ առաջ ասել եմ Մովսեսը, երբ որ հետաքրքրվեց, ստեղ էլ մոտենալ բառն էլ գրած։ Երբ մոտեցավ, Աստված խոսեց։ Հենց մոտենաս, հենց ուզենաս մոտենաս, Աստված կխոսի։ Այս բառերը, որ Աստվածաշնչում գրված են, հավատացեք, մեր համար են գրված։ Հիմա ես ուզում ներկայացնեմ հետևյալ կերպը։ 5 կտակարանում դե Աստված Մովսեսին ասեց, բոլորս ընդունում ենք, ասեց ոչ ոք չի կարող իմ երեսը տեսնել եւ ողջ մնալ։ Ոնց որ ով կարող արևին մոտենա, ով կարող արևին sense երկար նայի, կքորանա։ Դենց էլ Աստծուն հնարավոր չի մոտենալ, բայց ասենք ֆիզիկապես մոտենալ, բայց հոգեորապես հնարավոր է։ Եվ Աստված 5 կտակարանում մի բան դրեց։ Խորան պատրաստել տվեց, օծեց այդ խորանը, օրհնեց եւ ասեց ստեղից ձեր հետ կխոսեմ։ Բայց ամեն մարդ իրավունք չուներ մտնելու այդ խորանը։ Այդ խորանը մտնելու, այսինքն Աստծուն մոտենալու դա մի փոխաբերական կերպն էր։
Աստծուն մոտենալու այդ կերպի մեջ բավականին պատրաստություն կար։ Եվ հիմա մի քանի համար եմ գրել, թե ինչ պատրաստություն կար Աստծո խորանը մտնելու համար։ Ամեն մարդ չէր կարող, ամեն ձևով չէր կարող։ Առաջին, որ ուզում եմ ներկայացնեմ, Ելից 19-22, չէ, ներողություն, Ելից 28-ի 40-ից 43-ում։ Ես կարճ գրել եմ։ Մովսեսին ասեց հագուստ պատրաստի, նույն նյութ ասեց ինչից, հագուստ պատրաստի Ահարոնի եւ իր որդիների համար, օծի օրհնի այդ հագուստը, որպեսզի այդ հագուստով մտնեն, եթե այդ հագուստով չմտնեն կմեռնեն։ Եվ այն ժամանակ բոլոր այն անարժան մտնողները կմեռնեին։ Աստծո ներկայության մեջ մտնելու համար ասեց նրանց հատուկ հագուստ եւ օծված լինի այդ հագուստը։ Հիմա դա խորհուրդ է, մեր կյանքում դա ինչ կարող է նշանակել։ Երկու բան ասեմ, երկու օրինակ բերեմ Աստծո խոսքից։ Մեկը, հիշում եք հարսանիքի առակի մեջ, երբ որ ասում հարսանիքի տերը մտավ դալիճ, տեսավ մեկը հարսանիքի հագուստ հագած չէր։ Եվ նրան դուրս հանեց։ Կարծեմ բոլորդ էլ հասկանում եք, այս սրան սենց հագուստի մասին չի խոսքը, այլ հոգևոր հագուստի մասին է խոսքը։ Եվ մի հատ ուրիշ էլ, Հայտնության 19 գլխում գրված է, որ Քրիստոսի հարսը ինքը իրեն պատրաստեց եւ նրան տրվեց, որ մաքուր եւ լուսափայլ բեհեզ հագնի, որը սուրբերի արդարությունն է։ Այսինքն Աստված հագուստ ասելով ի նկատի ուներ այն վարմունքը, այն կյանքը, որին Աստված կասի արդարություն։ Այսինքն արդար կյանք, կա կեղտոտ կյանք։ Հուդայի թղթի մեջ ասում է, որ ոմանց ողորմեցեք մարմնից կեղտոտված հագուստն էլ առամել զզվելով։ Այսինքն հագուստի կեղտը ավելի շատ մեղքի հետ է կապում։ Մեր հագուստը մաքրվի։ Եթե մենք ուզում ենք Աստծո խորանը մտնել, եթե մենք ուզում ենք Աստծո ներկայության մեջ գալ, եթե մենք ուզում ենք Աստծո հետ հարաբերվել, Աստված ասում է, կեղտոտ հագուստով մտնես կմեռնես։ Հագուստդ մաքրի, օծված հագուստով մտի։ Ահարոն եւ իր որդիները պետք է Մովսեսի կողմից օծված հագուստով մտնեին։ Ուրեմն հասկացաք, հագուստը մեր վարմունքն է, հագուստը մեր կյանքն է, մեր այն կյանքը, որը պետք է համընկնի Քրիստոսի սրբության հետ։ Այն կյանքը, որ չի համընկնի Քրիստոսի սրբության հետ, ասենք թե մի հատ մեկ այդ կռիվ ես արել, ու եկել ես ուզում ես փառաբանես Աստծուն։ Մի հատ պարզ օրինակ ասեմ, շատ պարզ։ Անանյանն ու Սափիրան եկեղեցու անդամ էին։ Այդ օրը իրանց հագուստը սուտն էր։ Որ ասում հագուստը ինչ որ տեղ ծածկում է մեր երկությունը։ Հիմա նրանք մի հատ բան էին արել, սենց բան էին պահել, հա պահել ես պահե քոննա, բայց եկան սուտ ասին, այսինքն ուզեցին ուրիշ կերպ ներկայանան որպես անկեղծ, որպես ճշմարտասեր, որպես զոհաբերող, որպես նես բաց սիրտ եւ այլն, բայց իրականում ուրիշ բան կար։ Իրանք իրանց ծածկեցին ստով, իսկ այդ հագուստը պատճառ եղավ իրանց մահվան։ Եվ համընկնում է սրա հետ, եթե օծված հագուստով չմտնեք իմ ներկայության մեջ կմեռնեք։ Կարծում հասկանալի եղավ։ Ծառայողներ, եթե բան եք ասելու, համեցեք։ Եթե չի, անցնենք առաջ։ Հաջորդը Ելից 40-ի 32-ում գրված է. Լվացվեք։ Խորանը մտնելուց առաջ լվացվեք։ Մի հատ հարց տամ, ինձ մի պատասխանեք, ձեզ պատասխանեք։ Քանիստ եք ստեղ գալուց առաջ մի հատ աղոթ։ Ասում եմ, ինձ մի պատասխանեք։ Քանիստ եք մի հատ ապաշխարության աղոթ բերում, որտեղ ամբողջ ցերեկը շփվել եք շատերի հետ։ Եվ չեմ կարծում կատարյալ եք եւ ոչ մի սխալ չի եղել ձեր կյանքում։ Քանիստ եք դրա համար մի հատ ներողություն բերեմ Աստծուն, մի հատ ապաշխարեմ, մի հատ
խոստովանում, մի հատ լացում նույնիսկ ձեր սխալի համար, նոր գալիս եք Աստծո ներկայության մեջ։ Ստեղ ասում եմ լվացվեք նոր մտեք։ Ոմանք ուզում են գան ստեղ լվացվեն։ Ստեղ լվացվելու տեղ չի, ստեղ լվացվածների տեղն է։ Ստեղ դու պիտի սովորես լվացվելը, բայց ոչ թե գաս ստեղ լվացվես։ Հասկացաք արդեն։ Աշխատեք Աստծո ներկայության մտնելուց առաջ ձերն ապաշխարության աղոթքի բերեք Աստծուն։ Ձեր ներողությունը բերեք Աստծուն։ Ղևտացիների 13։ Ես ենտեղնա, որ Ահարոնի երկու որդիները, որոնք քահանա էին, արդեն նոցված քահանա էին, բայց օտար կրակ մատուցին եւ մեռան։ Աստծո ներկայության մեջ օտար բան պետք չի բերել։ Եվ այդ օտար կրակը մոտավորապես ինչը կարող է լինի մեր կյանքում այսօր։ Մեր համար ինչը կարող է լինի։ Դե գիտեք, Աստծո կրակը Սուրբ Հոգով է եկել մեր մեջ։ Երբ որ Սուրբ Հոգին Պենտեկոստե օրը եկավ, կրակի տեսքով եկավ։ Սուրբ Հոգին իսկապես կրակ է։ Բայց կան ուրիշ կրակներ։ Ազարտներ կան։ Օրինակ, մի հատ օրինակ ասեմ, ասենք կազինոն։ Ոմանք դրանից ազարտի մեջ եւ եկել են այստեղ, ոմանք ներողություն եմ խնդրում բոլոր նրանց, ովքեր ոմանք, չգիտեմ, մի թաքուն տեղ նստած, այստեղ պաշտամունք է եթում, երկրպագություն է եթում հեռախոսով, ինչ որ կրակ, սենց ազարտի մեջ են։ Հիսուսը տաճարից դուրս հանեց բոլոր ծախողներին, փոխողներին, որոնց ներսում այդ փողի մոլուցքն էր, որոնց ներսում առուտուրներ, որոնք Աստծո տունը դարձրել է իրանց եկամուտի աղբյուր։ Ես այս երկուսը որպես օրինակ բերեցի, բայց շատ բաներ է հնարավոր, որ դա լինի օտար կրակ։ Օտար մի բան, որով դու ուրախանում ես։ Օտար մի բան, որով դու ուզում ես ներկայանաս Աստծո առջև։ Դու այսօր կազինոյում կրել ես եւ որպես հաղթող եկել ես գոհանում ես Աստծուց։ Այն որ Աստծուց չի, դա Աստծուն ոչ թե կբավարարի, ոչ թե ոնց ասեմ, փառք կբերի, այլ ճիշտ հակառակ Աստծուն կբարկացնի։ Սավուղը թշնամուն հաղթել էր եւ գեր կենթանիներին բերել էր Աստծուն զոհելու։ Բայց այդ գեր կենթանիների համար Աստված ասել էր, այդ բոլորը նզովված են։ Նզովվածին բերել էր Աստծուն ներկայացնելու։ Ժողովուրդ, բոլոր ազարտային խաղերը նզովված են։ Բոլոր երկրային այդ փողի կամ չգիտեմ փառքի մոլուցքները Աստծո կողմից նզովված են։ Մանավանդ փառքի, բերեք ես փառքի մասն երկու բառ ասեմ, նոր անցնեմ առաջ։ Ցավոք շատ մարդկանց գրավում է փառքը, որ փառավորվի։ Եթե դու եկել ես Աստծո տուն, բայց դու ուզում ես փառավորվես, զգուշացի, դա կարող է քեզ մահվան տանի։ Աստծո տունը խոնարհների տեղն է։ Աստծո տան մեջ միայն Աստված պիտի փառավորվի։ Ոչ թե միայն Աստծո տան մեջ, ընդհանրապես Աստված պիտի փառավորվի, հատկապես Աստծո տան մեջ։ Բայց եթե մի հատ մարդ ուզի Աստծո տան մեջ ինքը փառավորվի, դա օտար կրակ է։ Դա օտար միտք է։ Դե որ ասում կրակ, փառավորվել ինչ որտեղ այս մարդու համար կարող է կրակը։ Սիրելի մարդ, եթե Աստծո հետ գործ ունես, դու քո չափը ճանաչի։ Քո դիրքից մի բարձրացի։ Դե կարելի է շատ շարունակել, այսքանը բավական է, որ հասկանանք։ Արատ ունեցողը կամ անմաքուրը չմոտենա, այլապես կմեռնի։ Արատ ունեցող կամ անմաքուր։ Մի օրինակ հենց Անանիան ու Սափիրան։ Այդ օրը անմաքուր մոտեցան եւ մեռան։ Անմաքուրը, դες Անանիան ու Սափիրան որ ասի, իրանք արդեն նոր կտակարանյան անձնավորություն են։ 5 կտակարանում այլ կերպ է հասկացում արատը կամ անմաքուրը։ Նոր կտակարանում արդեն հասկանում ենք, երբ որ մարդու մեկի կյանքում սուտ կա, բայց այդ սուտ չէ մենակ ներողություն։ Մեղք կա, բայց այդ մեղքը ստով ծածկում է։ Անանիան ու Սափիրան իրենց մեղքը ստով ծածկել էին։ Բայց ներսում անմաքրություն կար։ Անմաքրությունը եթե եկավ Աստծո տուն։ Դե դեռ Աստված որը մեկը չմեռնի, բայց շատ վտանգավոր է։
Այսքան ինչի համար եմ ասում, ես շարունակելու եմ, բայց մի հատ նորից ասեմ։ Մոտեցեք Աստծուն եւ նա ձեզ կմոտենա։ Բայց Աստծուն մոտենալու համար պայմաններ պիտի բավարարենք։ Աստծուն մոտենալու համար ինչ որ հարցեր կա լուծելու։ Եթե իմ կյանքում սխալ բան կա, այդ ձևով մոտենամ, Աստված ինձ չի մոտենա, ճիշտ հակառակ, հարված կգա իմ վրա։ Աստծուն մոտենալու համար արդեն հասկացանք, պետք է լվացվել, պետք է մաքրվել, պետք է հոգով պատրաստվել, հոգևոր հագուստ հագնել եւ այլն։ Ստեղ նաեւ կա լիքը համարների դիմաց օտարը կամ կողմնակին չմոտենա, որ չմեռնի։ Օտարը կամ որոշ դռներ վրա կարդացել եք կողմնակի անձանց մուտք արգելվում է։ Կողմնակին որոշ թարգմանություններում էր տեղ կողմնակի ագրած, ասեմ ինչի համար։ Կարող է իսրայելացի լիներ, բայց Ահարոնի սերունդից չլներ։ Դա իրավունք չուներ մոտենալու։ Հիմա օտար ասելով մի հատ 5 տակարանյան օրինակ բերեմ։ Նեհեմիայի ժամանակ, երբ որ տաճարն էին սարքում, չէ, Եզրասի ժամանակ, երբ որ տաճարն Նեհեմիայի ժամանակ Պարիսպն էին սարքում։ Երբ որ տաճարն էին սարքում, այդ որոշ կողի ազգեր, որոնք բան էին, հեթանոս էին, եկան ասին, մենք էլ ձեր հետ միանանք։ Բայց այդ սարքողները, այսինքն հրեաները ասին, մեր Աստծո տունը միայն մենք պիտի սարքենք։ Դուք պիտի չմասնակցեք մեր հետ։ Եվ ես հիշում եմ, շուտ էր, ասենք մի երևի 40 տարի առաջ, ես տեսիլք լսեցի, մեկը սենց տեսիլք էր տեսել, որ շինարարություն է, շինչ են սարքում և այս տեսիլքը Հայաստանում չեր եղել, Ռուսաստանում էր եղել, որտեղ Հայաստանում քարով ենք սարքում, դեղ աղյուսով, ռուսերեն կիրպիչ, չէ, մենք քարպիչ ենք ասում։ Հիմա, այտենց ավտոյով բերել են այդ աղյուսը, դատարկում են, դնում են սենց թեք բանի վրա հետմա։ Մի հատ ուրիշ ավտո էլ եկեք այն է, ես էլ են ուզում դատարկեն, մեկ էլ մի հատ ձայն է գալի, մի հատ դրանց այդ բերածները ստուգեք։ Վերցնում ստուգում են, տենում են, որ աղյուսի նմանության, բայց կռիսներ են։ Այսինքն, որ վերցնեն դնեն պատի մեջ, հետո սրանք շարժվելու են և պատը խարխելու քանդվի։ Սատանան այս ձևի բաներ կարող է անի։ Հասկանում եք, այսինքն օտարը այսպիսի բան կան, դրա համար ասում եմ, օտարը չմտնի։ Հիմա մենք Հիսուսի անունով գնված ենք, մենք էլ օտար չենք, բայց եթե մեկը Եբրայեցիների 10-րդ գլխի 22 համարում է գրված, հեսա վերջում կառաջարկեմ գրել ընդեղ կարդանք, բայց հիմա ասեմ, Աստծուն մոտենանք ճշմարիտ սրտով, լեցուն հավատքով, ինչա գրեցին, սրտները չար խղճից մաքրված և մարմինները սուրբ ջրով լվացած։ Դեր գրած եմ ջրով, մաքուր, բայց Երեմիայի գրքում ասում է սուրբ ջրով։ Հիմա, եթե մեկը ճշմարիտ սրտով չի, նա օտար է։ Եթե մեկը լեցուն հավատքով չի, անհավատություն ունի, նա օտար է։ Այսինքն կարող է նույնիսկ համարվի եկեղեցու անդամ, բայց եթե նա կասկած ունի Աստծո խոսքի վրա ինչ-որ տեղ, նա լեցուն հավատքով չի։ Ես տեսել եմ նման մարդ, նա օտար է։ Իսկ օտարը չմտնի։ Այսինքն, որպեսզի Աստծուն մոտենաս, դարձի Աստծո ընտանիքի անդամ, դարձի Աստծո զավակ, իրավունք ունենաս մտնելու։ Շատ երկարացրեցի, հա։ Թվոց 6:6 ուխտավորը մեռածի չմոտենա։ Ուխտավորը մեռածի չմոտենա։ Ես ինչ ոնց որ տարբեր է բովանդակությամբ, ես Աստծուն մոտենալու մասին չի, բայց ով որ Աստծո հետ ուխտի մեջ է, նա մեռածի չմոտենա։ Ես էլ նախապատրաստության մի ձև է։ Դեր ժամանակ սովորական մեռածի մասին էր, բայց հիմա ուխտավորը մեռած գործերի չմոտենա։ Քիչ առաջ կազինո ասեցի։ Կազինոն մեռած գործ է Աստծո համար։ Եվ բոլոր տեսակի գործերը, որոնց մեջ Քրիստոսի փառքը չկա, մեռած են։ Դա կլինի փողաշխատելու տեղ, դա կլինի փառավորվելու տեղ, դա կլինի չգիտեմ ինչ տեղ, եթե այնտեղ Աստծուն հակառակ բան է կատարվում։ Եթե այնտեղ
սատանայի մատնախառը դա մեռած գործեր են։ Եվ Եբրայեցիների 6-րդ գլխում գրված է, որ մեռած գործերից ապաշխարենք։ Մեռած գործերին չկպնենք, մեռած բաների չկպնենք, որպեսզի Աստծուն մոտենանք։ Այսքանը կարելի ասել բացասականներն էր։ Հիմա դրականները ասեմ, կաշխատեմ դրականները արագ ասեմ, ժամանակ շատ չեմ խլի ձեզանից։ Առաջինը, որ կուզեմ ասեմ, Ելից գրքի 34 գլխի 30 համարում գրված է։ Մովսեսը այնքան էր մոտեցել Աստծուն, որ իր երեսը փայլում էր։ Ժողովուրդ, ստեղից ես մի բան եմ հասկանում։ Պարտադիր չէ մեր երեսը ընես փայլի, որ մեզ չկարենան նայեն, բայց պարտադիր է, որ մենք մեր նախկին վիճակի համար տարբեր լինենք։ Աստծու հետ շփված մարդը տարբեր առնելու։ Աստծու հետ շփվող մարդը չի կարող բարկանալ մեկի վրա այդ պահին։ Աստծու հետ շփվող մարդը երանությամբ է լցված։ Աստծու հետ շփվող մարդը սիրով է լցված։ Աստծու հետ շփվող մարդը միայն ինքը տվող, զիջող, ոչ մեկի հետ որևէ հարց չունեցող է։ Բայց ընդհանրապես ես նկատել եմ, տեսել եմ, ով որ ասենք Սուրբ Հոգով լեցվում է, նրա տեսքն էլ է փոխվում, նրա հայացքն էլ է փոխվում։ Բայց դեռ պատմել եմ, շուտ էր, սրանց տարիներ առաջ Հրազդան բաժնի ավտոբուսով գնում էի գյուղ, դե ավտոբուսը բացի ավտոկայանից մի քանի տեղերից էլ է մարդ վերցնում։ Մի տեղից մեր քույրիկներից մեկը նստավ։ Այդ քույրիկը հենց ինձ չէր տեսել, ես հեռվից նայեցի, այս քույրիկը ոնց որ այդ ժողովրդի մեջ արևելն էր։ Նրանք խավար, այս քույրիկը արև։ Այդտեղից հասկացա իսկապես մեկի վրա որ Աստծո փայլը լինում ինչքան լավ է։ Աստված ձեր վրա այս Մովսեսի փայլը լինի։ Բայց դա կլինի այն ժամանակ, երբ որ դուք շփվեք Աստծո հետ։ Դուք ստեղ գաք Աստծո ներկայությունից, ստեղից գնաք ձեր տուն Աստծո ներկայությունից։ Գիտեք, այս ժամանակ ձեր տների վրա, ձեր ընտանիքի անդամների վրա ազդեցություն կգա։ Ինձ ասել են, դու ես նախկինը չես, փոխվել ես։ Երանի բոլորիս ասեմ, փոխվել ես, բայց դրական իմաստով իհարկե։ Դրական իմաստով ասեմ, փոխվել ես։ Շնորհակալ եմ Տեր իմ Աստված։ Եսի Մովսեսի օրինակը։ Դե հիմա Սաղմոս 65:4 Երանի նրան, որ կընտրես ու քեզի կմոտեցնես, որպեսի բնակվի քո սրահներիդ մեջ հավիտյան։ Երանի նրան, որ Աստծուն ասում, կընտրես եւ քեզի կմոտեցնես։ Սերս մի բան եք հասկանում։ Ով որ ուզում է Աստծուն մոտենա, արդեն դրա հաջորդ քայլը Աստծո ձեռքն է հասնում իրան։ Մոտեցեք Աստծուն եւ Աստված կմոտենա ձեզ։ Երանի նրան, ով կընտրվի Աստծո կողմից։ Դե այսքան ասեցի, մարդիկային, որ ուզեցան մոտենալ, բայց ինչ որ բան խանգարեց։ Երանի նրան, որին ոչ մի բան չի խանգարում։ Որին Աստված կվերցնի եւ կմոտեցնի իրան։ Ես մեռնելու մասին չեմ ասում, այլ հենց այստեղ, երկրային կյանքում։ Մյուսը Սաղմոս 73:28 Աստծուն մոտենալս բարի է ինձի։ Երեմիա 30:21 Ով է որ սիրտը պատրաստեց ինձի մոտենալու։ Դուք ինձի ժողովուրդ պիտի լինեք, ես ձեզ Աստված կլինեմ։ Շնորհակալ եմ Տեր իմ Աստված, բայց մի բան ասեց։ Ով է որ իր սիրտը պատրաստեց, Աստված ասում, ով է որ իր սիրտը պատրաստեց ինձի մոտենալու։ Ուրեմն ստեղից հասկանում ենք, մենք պիտի մեր սիրտը պատրաստենք։ Ոնց որ Հայտնության 19 գլխի մեջ Քրիստոսի հարսը ինքը իրեն պատրաստեց։ Եվ նրան տրվեց այդ լուսափայլ բեհեզը։ Ով որ իր սիրտը պատրաստ է Աստծուն մոտենալու, Աստված ասում է, դուք իմ ժողովուրդը կլինեք եւ ես էլ ձեր Աստվածը կլինեմ։ Սոփոնիա 3:2 Ապստամ քաղաքը իր Աստծուն չմոտեցավ։ Առաջի Կորինթացիներ 6:17 սա ուշադիր լսեք։ Նա որ Տերոջը կմոտենա, նրա հետ մեկ հոգի կլինի։ Այսի իմ համար, կարծում մեր համար էլ այդ գերագույն
արդյունքը։ Ուզում ես իմանաս Աստծուն, որ մտնաս ինչ կլինի, Աստծո հետ մի հոգի կլինես։ Ով որ Տիրոջը կմոտենա, նրա հետ մի հոգի կլինի։ Հետաքրքիր է, երեք չէ մյուս օրը ինձ հարցնում էին, ոնց ալնում էլ, ասենք, մեր հոգին, Աստծո հոգին, ես բացատրում եմ, Աստծո հոգին գալիս է, մեր հոգիներին զորացնում է, Աստծո հոգին մեր հետ ամնալու հավիտյան, Աստծո հոգին զուլվում է մեր հոգու հետ, թե մեր հոգին է զուլվում իր հետ, եւ այլն, բայց այստեղ պարզ պատասխան։ Ով որ Աստծուն կմոտենա, նրա հետ մեկ հոգի կլինի։ Պատկերացնում ես Աստծո հետ լինես մեկ հոգի, դրանից վեր բան չկա։ Եփեսացիներս 2:18 Հորը մոտենալու արտոնություն ունենք։ Եբրայեցիներ 4:16 Համարձակությունով մոտենանք շնորհած աթոռին։ Եվ վերջապես Եբրայեցիներ 10:22-ը նոր որ գրվեց, մի հատ խնդրեմ նորից գրեք։ Մինչև նորից կարդալ ես, հիշեցնեմ, հաղորդության ժամանակ, ամեն հաղորդության ժամանակ չէ, բայց հաճախ հաղորդության ժամանակ, որ կարդացում է, ով որ անարժանաբար մոտենա, նա դատապարտություն կընդունի։ Հիմա, ես մի քիչ հետաքրքրվեցի, ուսումնասիրեցի, դե հասկանում ենք անարժանաբարը որն է, բայց ասին մի հատ արժանաբարը տենան որն է, եւ հայտնաբերեցի, Սուրբ Հոգին հասկացրեց, այսի արժանաբարը ճշմարիտ սրտով, լեցուն հավատքով, սրտներս չար խղճից մաքրված, չար խիղճը, գիտեք որն է, մեղքն է, որը խղճմտանք առաջացնում։ Երբ որ մեղքից մաքրվես, այդ խղճմտանքից էլ կմաքրվես, մարմիններս էլ մաքուր ջրով, ստեղ ես ուսումնասիրեցի Երեմիայի մարգարեության մեջ այսի գրած ասում է, ձեզ սուրբ ջրով պիտի լվանամ, որը ջրի մկրտության մասին է խոսքը։ Հիմա, եթե այս չափանիշներից մի քիչ էլ դուրս գանք, դա կլինի անարժանաբար։ Ամեն ընդունում ենք սա։ Եթե այս չափանիշների մեջ ենք, դա կլինի արժանաբար։ Եթե այս չափանիշներից դուրս գանք, կլինի անարժանաբար։ Ուրեմն ոչ թե միայն մեղքն է, այլ նաև ճշմարիտ սիրտը, այլ նաև լեցուն հավատքը, նաև ջրով մկրտված լինելը, այսինքն ուխտի մեջ լինելը, ուրեմն մոտենանք այս չափանիշներով։ Դե արդեն ես ում արդեն ամփոփեմ, թե եթե բան ունեն ասելու ծառայողները, եթե չկա, ես ամփոփեմ ու ավարտենք։ Ուրեմն, տեսեք, 5 կտակարանը, դե մեր այս նոր կտակարանի խորհրդապատկերն է, մեր համար օրինակը։ Բաներ կար, որ պետք է պատրաստվեին նոր գային Աստծո ներկայության մեջ։ Դե այն ժամանակվա Աստծո ներկայությունը խորանն էր, հիմիկվա Աստծո ներկայությունը, այդ խորանը արդեն մեր մեջ է։ Կամ ասենք եկեղեցին է։ Հիմա ովքեր որ առանց պատրաստվելու գային եւ քանի տեղեր կար որ մեռան կամ կմեռնեին։ Հիմա մենք էլ պետքա պատրաստվենք։ Ինչպես պատրաստվենք, գոնե այս բառերը արդեն մեզ ասում են։ Մեր սիրտը պատրաստենք։ Աստծուն գանք ամենայն անկեղծությամբ ու ճշմարտությամբ։ Հիշում եք գրած է, որ Աստված ասում է ինձ պաշտողները հոգով եւ ճշմարտությունով երկրպագեն։ Նենց որ ճշմարիտ սրտով, լեցուն հավատքով, ես վերջերս մի բան լսեցի, մեկը ասում է Եհովայի վկաների հետ, Եհովայի վկայի հետ ինչ էր խոսացել։ Եհովայի վկային ասել էր. դուք որը հասկանում եք, անի վերցնում եք, որը չեք հասկանում, անի մերժում եք։ Բայց ես հասկանամ, թե չհասկանամ, անվերապահորեն ընդունում եմ ամբողջ Աստվածաշունչը։ Եվ իսկապես պարտադրել չի ես բոլորը հասկանամ։ Ես ընդունում եմ։ Այսօր չհասկանամ, վաղը չհասկանամ, վաղն էլ չհասկանամ, թող ընդհանրապես չհասկանամ, բայց հավատում որ Աստվածաշունչը ճիշտ է։ Ես հավատում Աստվածաշունչին ամբողջությամբ, սկզբից մինչև վերջ։ Այ լեցուն հավատքը էս է։ Ոչ թե որը հասկանում եմ նրան հավատամ, որը չեմ հասկանում նրան չհավատամ։ Էսի անհավատություն է, շատ սովորական անհավատություն։ Ուրեմն մոտենանք լեցուն հավատքով։ Լեցուն ինչ է նշանակում ամբողջությամբ բոլորին հավատալով։ Նաև սրտները չարխղճից մաքրված հասկանալի մեղքերից եւ պատրաստված վերջը։ Ուրեմն սա մեր պատրաստության համար ես հավատում որ կարևոր մտքերից մեկն է։ Ուզում ենք Աստված մոտենա մեզ, սկսենք որ մենք մոտենանք իրան։ Մեզից պիտի սկսվի։ Սրան ավելացնեմ, որ ասում խնդրեցեք կտրվի, դուռը թակեք կբացվի, փնտրեք գտնեք, այսինքն մեզից պիտի սկսվի։ Եթե չխնդրես չես առնի, դուռը չթակես չի բացվի։ Այսինքն եթե չմոտենաս, չի մոտենա։
Եթե չփնտրես, չես գտնի, եթե ուշադրություն չդարձնես, չես լսի, եկեք ընդունենք։ Առաջի քայլը ինքն է անում, որ իրան մի ձևով ուզում հայտնի մեզ։ Երկրորդը մերն է, որ մենք պետք է քայլ անենք, դեպի Աստված քայլ անենք։ Աստված շատ օրհնի ձեզ։